Կանխում, պատվի, հարկ։ Առաջ։ Նախ թույլ տվեք ամենաթմեն հասկի կենտրոնական վարչության անունից ողջունել բոլորիդ, շնորհավորել բոլորիդ բանակումի բացման կապակցությամբ։ Նախ ուզում եմ մի բան ասել։ Սա երևի թե ամենաթմեն հասկի պատմության մեջ համահայաստանյան ամենամեծ բանակումներից մեկն է։ Սա եւ ուրախալի է ձեզ ասել, բայց նաև պատասխանատվություն է դնում այստեղ ներկա բոլորի վրա։ Այստեղ ներկա են ոչ միայն երդվյալ փորձառու սկաուտներ, այլև եղբայրներ եւ քույրեր, ովքեր այս ամառվա ընթացքում են մտադրություն հայտնել միանալ մեր շարքերին։ Ուրեմն առաջին հերթին խոսքս եւ պահանջս ուղղում եմ փորձառու սկաուտներին, խմբապետներին, փոխխմբապետներին, աստիճանավորներին։ Բանակումը կազմակերպում եք նաև խմբապետական կազմի։ Բանակումը կազմակերպում եք ամենաթմեն հասկի լավագույն ավանդույթներով, բայց նաև ամենախիստ ավանդույթներով։ Ամենախիստ։ Այստեղ բանակավայր մտած ցանկացած եղբայր եւ քույր պետք է հասկանա, թե ինքը ինչ կազմակերպության մեջ է մտել, ինչ կարգուկանոն ունեցող սկաուտական շարժման է ինքը այսուհետև անդամակցելու։ Եվ դա իր ամբողջ մնացած սկաուտական կյանքում ինքը պետք է հիշի, որ առաջին իր բանակումը եղել է 2011-ի համահայաստանյան ամենամեծ բանակումը եւ ինքը այս բանակումի մասնակից որպես իր վրա լրացուցիչ պարտավորություն է վերցրել թե շարքերը ընդլայնելու, թե նաեւ այստեղ տեսածը եւ ամենաթմենի փորձը իր ընկերներին, իր եղբայրներին, քույրերին փոխանցելու։ Ամենակարևորը, ես չեմ լսում այստեղ կամ շատ քիչ եմ լսում իրար մեջ խոսելուց եղբայր եւ քույր դիմելաձևը։ Պահանջում եմ խմբապետներից, խմբերի պատասխանատուներից եւ աստիճանավորներից որևէ ձևով չհանդուրժել արա, աղջի, ապե, աղբերս եւ նման այլ դիմելաձև։ Կազմակերպության մեջ 22 տարի Հայաստանում եւ 90 տարուց ավել ամբողջ աշխարհում իրար դիմում են եղբայր եւ քույր։ Դիմելաձևը պահում եք եւ վերաբերվում եք իրար որպես եղբայրներ եւ քույրեր։ Դրսի կյանքը թողնում եք դրսում, այստեղ դուք սկաուտներ եք, այստեղ դուք համաշխարհային սկաուտական շարժման անդամներ եք եւ պահում եք ձեզ այնպես կազմակերպված, որ որևէ մեկը աշխարհում եթե խոսի հայ սկաուտի մասին, ինքը գիտի ինչ սկաուտի մասին է խոսում։ Փորձեք այս օրերի ընթացքում այդ պլանկան, այդ նշաձողը երբեք չիջեցնել։ Այսքանը